Բարի երեկո, սիրելիներս։ Ես ակտիվ մասնակցություն չունեմ բազում սահմանափակումների պատճառով քաղաքական կյանքին, բայց դիտում եմ, զննում եմ, չեմ կարող կտրվել ծննդավայրիցս, ցեղիցս, տեսնում եմ ինչ է կատարվում ու առանձնապես խոսելու հավես էլ չունեմ, բայց մի հատ հետաքրքիր բան է պատահել Գյումրիի տեղական մարմնի ընտրություններում, որը ինձ հետաքրքրում է որպես այգում շախմատ խաղացող ծերուկին, որը այդ մակարդակում բարձր շախմատի մասին չէ խոսքս, այգում հաճույքի համար շախմատ խաղալու նման է այս շատ հետաքրքիր սիտուացիա է առաջացել հիմա Գյումրիում, որը ինձ հետաքրքրում է որպես մի մարդու, որը մասնակցել է ժամանակին ընտրությունների Հայաստանում, հետո Շվեդիայում, հետո իր համեստ ունակություններով ու տեղով Միացյալ Նահանգներում, ինչ որ կերպ քաղաքական կյանքի մեջ եղած մարդու նման, որը տեսել է, ինչ որ բան սովորել է, ինչ կարողացել է եւ այլն, համեստ իր ունակություններով, բայց ամեն դեպքում հետաքրքիր պարծա է։ Ուրեմն հիմա դուք ինքներդ գիտեք վիճակը, ուրեմն իշխող կուսակցության վերապահումով եմ իհարկե ասում, ներկայացուցիչը հավաքել է մաքսիմում քանակը, բայց ոչ բավարար որպեսզի դառնա քաղաքապետ, իսկ մնացածը կարծես 4 հոգի հավաքել են ոչ ավելի պակաս, բայց իրար հետ 50%-ից ավել ձայն եւ այս 4-ը կարող են քաղաքապետ նշանակել, ընտրել ու իրենց տրամաբանությամբ ձայները պետք է տան ամենաշատ ձայն հավաքած խմբին, իսկ այդ երկրորդ տեղը գրավողը դեռ ձենձուն չի հանել, ասել է, որ թույլ չեն տալու, որ իշխող կուսակցության ներկայացուցիչը մնա քաղաքապետ ու էլ բան չի ասել, հիմա հայրենիքս հիստերիկայի մեջ է, թե ինչի ձեր չի անում, մարդկանց ձեռ է առնում, ինչ որ բան պետք է ասի, ես է անում եմ, ու ինչ ասած խոսում են, ամենակարևորից չեն խոսում, որ ես հուսով եմ, որ այդ տղեն հազար ներողություն, պարոնը, ես նրան չեմ ճանաչում, երբեք անունը չեմ էլ լսել, կարծես անունը Մարտուն է, սրտանց ցանկանում եմ, որ հիմա իմանալ վաղը, որ հիմա զբաղված է նրանով, ինչով պիտի զբաղվի իսկապես պրոֆեսիոնալ քաղաքական գործիչը, հատկապես տեղական ընտրություններում, եւ ասել է, որ Նիկոլը իշխող կուսակցության ներկայացուցիչը չի ընտրվելու, էս է ասել ընդհանուր եւ այս սիտուացիայում, եթե անգամ ինքը հիմա դրանով չի զբաղված, խնդրում եմ լսողներդ անմիջապես հղումն ուղարկեք իրան եւ ասեք հայրենակիցդ, արդեն թոշակի գնացած էլի վետերան քաղաքական գործիչը եւ այլն, կամ գրողը, կամ ինչ ուզում ես, քեզ հորդորում է անել այն, ինչ որ կանեին հիմա Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, ցանկացած տեղական իշխանության ընտրությունների ժամանակ, սիրելիս ունես երկրորդ տեղը ձայների, մի քանի ձայն պակաս են բանի, երկրորդ տեղը բանի, ընդդիմության մեջ առաջի տեղը զբաղացրածից մի քանի ձայն պակաս ունես եւ վաղը հայտարարի, որ համաձայն ես իշխանության ներկայացուցչին թույլ չտալ դառնալ քաղաքապետ, եթե այն առաջինն էլ ու այն մյուս երկուսն էլ ձայները տան ինձ եւ քաղաքապետ դառնամ ես, այսինքն դու Մարտուն կարծես անունդ, ներողություն որ անունդ չեմ հիշում, չեմ ճանաչում քեզ սիրելիս հայրենակից, բայց չի նշանակում չեմ սիրում, շատ եմ ուզում այս մակարդակի քաղաքականությամբ զբաղվեք սիրելիներս, շախմատ խաղակ այդ դաշտերում, ինչպես ընդունված է շատ ուրիշ տեղեր, եւ մենակ է չի, եթե այդտեղ գաք այդ մակարդակին հաջորդ քայլերն ավելի արագ եք գնալու վստահեցնում եմ։
Եվ ինչա հաջորդ քայլը մյուս երեքի, պետք է ասեն ամոթ քեզ, առաջի տեղը դու չես, դու երկրորդն ես, անհամեստ ես եւ այլն, բայց ես նաեւ ինչքան հասկանում եմ, այստեղ երբեք խառը չի եղել այս պատմություններին, եթե սխալ չեմ լսել, եթե այդպես է, հատկապես եթե այդպես է, ուրեմն անպայման պետք է անի, որովհետեւ մնացած բոլորը հին են ու թափելու բան։ Այս մարդը նրանց ասելու է հանդարտ, դուք ասում եք, որ չեք ուզում իշխանության ներկայացուցիչին քաղաքապետ, ես էլ չեմ ուզում։ Ուրեմն դուք կամ ձայները կտաք ինձ, ես կդառնամ քաղաքապետ, դուք ավականիում կհարմարվեք որպես հարգարժան փորձված մարդիկ, սրտանց ինչպես կամեցել եք կմասնակցեք քաղաքի շինարարությանը, նոր որակի ու տեսակի քաղաքապետի ինստիտուտի կառուցման գործին էլ կծառայեք, այդ դերը կստանձնի նոր մարդ, հերիք եք դուք, շատ եք երևացել, այսպես ուրեմն, և եթե չհամաձայնվեն անգամ, սիրելիս, խնդրում եմ ասել, այդ դեպքում ես ոչ մի կոալիցիա չեմ կազմի, մեծամասնություն չի կազմվի ու այդ դեպքում կամ չգիտեմ, օրենքը ինչ է նախատեսում, կարծեմ սրանք տոկոսներով կավելացնեն կտան նրան, կամ նոր ընտրություն չգիտեմ ինչ, բայց այդտեղ մտածեք, բայց եթե հանկարծ անգամ դա չի տանում նրան նոր ընտրությունների, այլ տանում է նրան, որ իշխանության ներկայացուցիչը դառնում է քաղաքապետ, այդ նշանակում է, որ ոչ թե այստեղ են հանձնած իշխանությունը նրանց, այլ սրանք իրանց անձնական ամբիցիայի պատճառով չկարողացան համաձայնվել այս մեկի հետ, տալ նրան քաղաքապետի պաշտոնը ու թույլ չտալ իշխանության ներկայացուցիչին լինել քաղաքապետ։ Այսինքն իրենք արեցին այնպես, որ նա դառավ, որտեղ այս մարդը չի ասում ես միանում եմ նրան, ասում է չէ, ձայները ինձ եք տալիս, ես եմ քաղաքապետ դառնում, նա չի դառնում։ Այսպես սիրելիներս, խնդրում եմ անմիջապես գցեք, եւ այս ընտրություններում նաեւ մի շատ կողքից դժվար է չնկատելը ու չասելը, որ այս եվրադաշինք կոչված կորշուտ, մուրշուտ, խզմալ, մզմալ ու եսի ինչ հավաքվածները այս 20 տարիա միլիարդից ավել փող են ծծել գրանտի տեսքով եւ քաղաքում մի մանդատ անգամ չեն կարողացել հավաքել։ Սրանից ավել, սիրելիներս, ձեզ ոչինչ պետք չի տեսնելու իմանալ, որպեսզի ամբողջ այդ պրավսայուզը, սենց ամբողջությամբ բոլոր այդ երևացողներով թափվեն քաղաքական աղբանոց, ինչը դուք կանեք հուսով եմ շատ շուտով։ Եվ նոր զարգացումների մեջ հանկարծ սրանց թույլ չտաք, որտեվ դա կագեբեն է։ Ձեր վտարանդի նախագահը վաղուց զգուշացրել է ձեզ դրա մասին։ Լավագույն մաղթանքներով